Բարև Հայր ջան, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 4-ն է։ Մի քանի օր առաջ վրաց-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի հատ դեպք, որը պետք է մեզ բոլորիս լրջորեն մտահոգի։ Սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազար կեղծված անձնագրեր ու փաստաթղթեր, որոնք թաքնված էին շինանյութերի արկղերի մեջ։ Ու ասում են, որ այդ փաստաթղթերի որակը այնքան բարձր էր, որ անգամ ամենաժամանակակից սարքավորումները չէին կարա դրանք իրականից տարբերեն։ Իմացել ենք նաև, որ հետաքննությանը միացել են Ինտերպոլն ու ՆԱՏՕ-ն։ Իսկ այս արդեն խոսում է տեղի ունեցածի լրջության բարձր աստիճանի մասին։ Այսինքն սա հերթական ինչ-որ խուլիգանության կամ օրինախախտման թեթև դեպք չի։ Այս հարցը արդեն տեղակայել միջազգային լրատվականներում ու քննարկումներում։ Հիմա մի հատ շատ կարճ ծանոթացեք սրա մասին բարձրաձայնած հոդվածին ու շարունակենք։ Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր եւ այլ կեղծ փաստաթղթեր։ Ըստ Վրաստանի պաշտոնական կայքերի, դրանք փորձ է արվել ներկրել Վրաստան շինանյութերի համար նախատեսված արկղերով։ Փաստաթղթերի բարձր որակն ապշեցրել է անգամ փորձագետներին, դրանք հնարավոր չէ հայտնաբերել սահմանային անցակետերում տեղակայված սարքավորումներով։ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի եւ ՆԱՏՕ-ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին։ Իդեպ, այս երկրում կեղծ փաստաթղթերի շրջանառությունը երբեմն հասնում է այնպիսի չափերի, որ իշխանությունները հարկադրված կեղծ փաստաթղթերի համաներում են հայտարարում, որպեսզի կարողանան գոնե դրա մի մասը դուրս բերել շրջանառությունից։ Բայց, ինչպես վկայում են հիշյալ բացահայտումները, թուրքական ներկրումներով շատ արագ լրացվում է այդ բացը։ Դատելով հատկապես այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք։ Նախ խոսում ենք բացահայտված ընդամենը մեկ դեպքի մասին, իրական ծավալների մասին չգիտենք։ Վերջապես այդպիսի բարձր արհեստավարժությամբ կեղծված անձնագրերը անարգել կարող են գործադրվել ցանկացած ոլորտում, ոչ միայն մասնավոր գործարքներ կնքելիս, այլև հանրային գործընթացներում, այդ թվում ընտրություններում։ Հիմա, Հայր ջան, եկեք ես ձեզ ասեմ բոլոր հնարավոր տարբերակները, թե նման գործողությունը որ դեպքում ու ինչ նպատակով կարա օգտագործվի, որ բոլորը, անգամ նրանք, ովքեր սկեպտիկ են այս հարցում, հասկանան ու պատկերացնեն, թե իրականում դեռ ինչեր կարան լինեն ու գոնե դա ստիպի ավելի սթափ ու ավելի պատասխանատու մոտենան թե մեր այսօրվա իրականությանը, իր բոլոր վտանգներն ու սպառնալիքները հաշվի առնելով, թե յուրաքանչյուրը իր դերին այս ամեն ինչի դեմն առնելու համար։ Որովհետև երբ մի բան սպառնում է մեր երկրի անվտանգությանը, դա սպառնում է յուրաքանչյուրին, ինչքան էլ որ գոռակ թե քաղաքականության հետ կապ չունեք, վատ քաղաքականության արդյունքում, երբ օրինակ ահաբեկիչների դիվերսիոն ներթափանցում է լինում, ու դրանք ուզում են, ասենք, մեծ վնաս հասցնեն բնակչությանը, վստահ եղեք, որ դրանք չեն դնում ուստուգեն ով է քաղաքականությամբ զբաղվում ու ով չէ։ Նենց որ թարգեք այդ մտածելակերպը ու բոլորս միասին լծվենք մեր հայրենիքի փրկության գործին։ Հիմա ասեմ հնարավոր վտանգներն ու այս ծավալի կեղծ անձնագրերն ու փաստաթղթերը ինչ նպատակներ կարան հետապնդեն։ Առաջինը դա ահաբեկչական ցանցերի ակտիվացումն է։ Այս ծավալի կեղծ փաստաթղթերը մի հոգու արած բան չի կարա լինի։ Այսինքն սա հաստատ կազմակերպված համակարգ է։ Դրանք կարան ծառայեն ահաբեկչական խմբավորումների համար, որոնք առանց խնդիրների սահմանը կարան անցնեն, տեղափոխվեն տարբեր երկրներ ու ամեն տեղ ըստ անհրաժեշտ փաստաթղթերի ազատ գործեն։ Պետության տեսանկյունից փաստաթուղթը մարդու անձը հաստատող փաստաթուղթը, դա մարդու ինքնության անբաժանելի մաս է։ Ու եթե կեղծված է փաստաթուղթը, ուրեմն կեղծված է նաև ինքնությունը, ու տենց կեղծ ինքնություններով կարելի է ստեղծել հազարավոր ճակերտավոր օրինական մարդկանց, որոնք իրականում չկան։
Սա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար, որովհետև նման խմբերը կարան ներթափանցեն ոչ միայն Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան կամ Եվրոպա, այլև Հայաստան, տասնյակ հազարավոր հայ անուն ազգանուններով փաստաթղթեր են հայտնաբերվել։ Հիմա դուք պատկերացնում եք ձեր կարգավիճակն ու անվանումը, երբ այս վտանգի ներքո դուք պնդում եք, որ քաղաքականությամբ չեք զբաղվում, սա ձեզ չի վերաբերվում ու շարունակում եք ձեր երեկոները անցկացնել սրճարաններում կամ կլուբերում, արդյոք այս դեպքում էլ կարելի է հանգիստ լինել ու ապահովություն զգալ ձեր այդ նույն անդարդ ու քաղաքականությամբ չզբաղվողների սրճարաններում կամ մյուս ժամանցային վայրերում։ Այս հրա վրա մտածեք։ Մի հատ ամբողջությամբ ընկալեք տեղի ունեցածը ու սկսեք մտածել, դուք շարունակում եք կողքից դիտորդ մնալ, թե ամեն դեպքում այս ամեն ինչի մեջ ձեզ վերաբերվող ինչ-որ բան կա։ Մինչև մտածեք, ասեմ, վտանգի երկրորդ հնարավոր տարբերակը։ Երկրորդը դիվերսիոն գործողությունների նախապատրաստումն է։ Բարձրորակ կեղծ փաստաթղթերը ընտիր չտեսնված հիանալի գործիք են թշնամու հատուկ ծառայությունների համար։ Դիվերսանտները, որոնց կարան ուղարկեն մեր տարածաշրջան, այս ձևով կարան ստանան տենց չակերտավոր օրինական մուտքի իրավունք, ապրանքների կամ մարդկանց տեղափոխման հնարավորություն։ Ավելին, եթե այդ փաստաթղթերը պատրաստվել են պետական մակարդակով որևէ երկրի աջակցությամբ, իսկ այս դեպքում այդ ամեն ինչը տենց մեղմ ասած ակնհայտ է։ Այսա արդեն պատերազմական գործողության ձև է, որը կարանք անվանենք օրինակ խաղաղ ժամանակների ներթափանցման պատերազմ։ Երրորդը, սա կարող լինի կազմակերպված հանցավորություն ու տնտեսական ճնշում։ Կեղծ փաստաթղթերի նման զանգվածը կարող օգտագործվի ֆինանսական խարդախությունների, փողերի լվացման, մաքսանենգության ու անօրինական բանկային գործարքների համար։ Երբ հազարավոր կեղծ անձնագրեր կան, դրանցով կարելի է բացել հաշիվներ, գրանցել ընկերություններ, լվանալ հսկայական գումարներ, էլ չասեմ չէ ում հաշվին։ Իհարկե քաղաքականությամբ զբաղվող ու չզբաղվող հարկատուների, ձեր, հայր ջան, ձեր հաշվին։ Ու այդ հնարավոր խարդախությունները թույլ են տալու թույլատրել երկրի տնտեսությունը ու բնականաբար խառնել քաղաքական կյանքը, որով դուք չեք զբաղվում։ Ու դրա արդյունքում ինքն է զբաղվում ձեզանով, այսինքն քաղաքականությունը։ Իսկ երբ տնտեսությունը քայքայվում է, ժողովուրդը, այսինքն դուք դառնում եք ավելի կառավարելի, որովհետև բացը լրացնել պետք է, իսկ այդ բացը հաստատ չի լրացվելու Նիկոլի, Սերժի կամ Քոչարյանի գրպանից։ Այդ բացը լրացվելու է ձեր հաշվին։ Ամեն ինչի թանկացումներով, հացից մինչև բենզին, հեռախոսի քարտերի փաթեթներից մինչև վարձեր ու մի խոսքով ամեն ինչ։ Հարկերը բնականաբար կբարձրանան, կշատանան տուգանքների թե քանակը, թե արժեքը։ Ձեր աշխատավարձներն էլ եթե չպակասեն, ապա լավագույն դեպքում այդ գլոբալ թանկացումների ֆոնին կմնան նույնը։ Նենց որ այս կողմից էլ մտածեք։ Հաջորդը դա ապօրինի միգրացիան է։ Վրաստանը վերջի տարիներին արդեն բախվել է ապօրինի միգրացիայի լուրջ ալիքների, հետևանքները բոլորս տեսանք։ Եթե այս փաստաթղթերը հասնեին շրջանառության, դա կնշանակեր հազարավոր, չակերտավոր օրինական միգրանտներ, որոնք իրականում ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ։ Իսկ զանգվածային միգրացիան հատկապես չվերահսկվող ու օտարուժերի կողմից կառավարվող կարա հանգեցնի դեմոգրաֆիկ հավասարակշռության խախտման ու բնականաբար ազգային անվտանգության ծանրագույն սպառնալիքների ու ոչ մեկ երաշխիք չունի, որ նորից կեղծ փաստաթղթերի ներմուծման հաջորդ փորձը չի արվելու, եթե իհարկե այս բռնած պարտիան զուտ շեղող մանևր չէր էլի։ Այսինքն բացառված չի, որ այս հատուկ նենց արածելն են, որ բռնվի, որ մյուս պարտիան էլ ինչ-որ մի այլ կետով ներմուծվի։ Կարող է հենց հիմա արդեն ինչքան պետք է ներմուծված է ու դա հայտնի չի։ Ոչ մի բան բացառելու չի։ Էս էլ ձեզ ձեր անվտանգության մասին մտորելու տեղիք։
Ոչ մի խնդիր, դուք կարաք մեր պայքարին չմիանաք ու շարունակեք ասել, որ քաղաքականությամբ չեք զբաղվում։ Միտքը ձերն է, որոշումը ձերն է, դրա արդյունքում ունեցած իրականությունը էլի ձերն է։ Ես մեռա տարիներով ասելով, որ երբ հարցը հասնում է յուրաքանչյուրիդ անվտանգությանը, առնվազն միամտությունը հենվել քաղաքականությամբ չզբաղվելու կամ ոչ մեկի չվստահելու կամ էլի նմանատիպ անհիմն պատճառաբանությունների վրա։ Ադրբեջանի հատուկ նշանակության զորքը կամ դրանց դիվերսիոն խմբերը անգամ երեխեքին չեն առանձնացնում, ուր մնաց նայեն դուք կլուբներում կարող եք քաղաքականությամբ զբաղվող եք թե չէ, կամ էլ մի հատ ճշտ են, դուք լույսի բանակին վստահում եք թե ոնց, որ ասենք նոր որոշեն էլի ձեզ վնասեն թե չէ, հասկանում եք։ Հաջորդ հնարավոր տարբերակն ասեմ, քաղաքական ապակայունացում։ Նման փաստաթղթերը կարան կիրառվեն նաև երկիրը ներսից քանդելու համար։ Դրանցով հնարավոր է ստեղծել մարդկային ցանցեր, որոնք ներթափանցում են հասարակական կյանք, գրանցվում են տարբեր կառույցներում ու ստեղծում են ազդեցության խմբեր։ Այս դասական մեթոդ է, որով օտար ուժերը ձևավորում են ներքին լոբիներ, որոնք հետագայում սկսում են ազդել որոշումների վրա։ Իսկ առջևում մենք ունենք Նիկոլի հակահայկական օրակարգում սահմանադրության փոփոխության հանրաքվե։ Ունենք տարբեր on-line ստորագրահավաքներ ու վերջապես 2026 թվականի ընտրությունները։ Էլի շարունակելու եք կողքից նայել։ Էլի որոշումը ձերն է։ Հաջորդ տարբերակը այս ծավալի կեղծ փաստաթղթերը կարան ծառայեն որպես հիբրիդային պատերազմի գործիք։ Մենք ապրում ենք նույն շրջանում, որտեղ պատերազմը մենակ զենքով չի։ Կեղծ փաստաթղթերը նույնքան վտանգավոր զենք են, ինչքան որ հրանոթները։ Դրանք կարան օգտագործվեն քարոզչական պատերազմում, տեղեկատվական մանիպուլյացիաներում ու որ ամենահավանականն է կիբերհարձակումների կոծկման մեջ։ Օրինակ, կեղծ անձնագրերով կանան ստեղծվեն հարյուրավոր սոցիալական ցանցերի հաշիվներ, էջեր, որոնք ներգրաված կլինեն Հայաստանի ներսում հասարակական կարծիք ձևավորելու ու ընտրական գործընթացների վրա ազդելու համար։ Նիկոլի ֆեյքերին էլ նոր չի, որ պետքա ծանոթանաք։ Այդ ֆեյքերի օրդան էլ գիտենք, ֆեյքա բուծարաններն էլ բացահայտվեցին, դրանց հովանավորներին էլ իմացանք, նենց որ գոնե թե այս տարբերակը պետք է որ ավելի լավ պատկերացնեք ու իմանաք։ Այս մեկն էլ այդ։ Ու սենց տարբերակներ շատ կարամ թվարկեմ, դուք էլ ցանկության դեպքում կարաք մտածեք, հասկանաք ու ինքներդ իմանաք ինչ վտանգներ ու սպառնալիքներ կարա պարունակի տասնյակ հազարավոր կեղծ փաստաթղթերի ներմուծումը Հայաստան։ Բայց վերջում եկեք շեշտը դնենք ընտրությունների կեղծման տարբերակի վրա։ Հիմա եկանք ամենացավոտ կետին։ Նման բարձրորակ կեղծ փաստաթղթերը կարան դառնան ընտրական գործընթացների կործանման գործիք։ Երբ իշխանությանը պետք է պահպանել աթոռները, նրանք չեն կանգնում ոչ մի բանի առաջ, մանավանդ սրանք։ Հազարավոր կեղծ անձնագրեր նշանակում է հազարավոր ճակերտավոր տենց կեղծ ընտրողներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Դրանք շատ հեշտ ու հանգիստ կարելի է ներմուծել ընտրացուցակներ, կազմակերպել քվեարկություն, ավելացնել թվեր ու վերջում հայտարարել ժողովուրդը ընտրեց։ Այս մեխանիզմը, որը իրականում ոչ մեկ չի կարա ստուգի։ Եթե փաստաթուղթը չի տարբերվում իրականից, այդ դեպքում առավել եւս շատ բարդ է դրա ստուգումը, ավելին նման փաստաթղթերով հնարավոր է ներգրավել նաև իրական մարդկանց։ Օրինակ, ասենք օտար երկրացիների, ովքեր բերվելու են Հայաստանի ընտրատեղամասեր, մասնակցեն քվեարկությանը ու արդյունքները խնդրեմ։ Ով կարա նման փաստաթղթերով օտար երկրացիներ բերի ընտրատեղամասեր, ով ունի դրա իրավասությունը, իրավասություն ով ունի իշխանությունը։ Իշխանությունը ում օգտին պետքա քվեարկել տա, բնականաբար ինքը իր է։ Ու վաղը մյուս օր կանգնի, ասի մենք լեգիտիմ ընտրված իշխանություն ենք, ժողովուրդն է մեզ ընտրել։ Էսա իրական պատկերը ու էսա թե ինչի ընտրություններին վստահելու
ոչ մի հիմք չկա։ Սրանք պատրաստ են ամեն ստոր քայլի մենակ թե մնան իշխանության, որովհետև արդեն իրանք էլ գիտեն, որ իրանց ընտրող մնացել է մի 4.5 հատիկ մի քանի բան։ Իսկ երբ ժողովուրդը խաբված է, պետությունը կորցնում է իր հիմքերը։ Ժողովուրդ պետություն կապը, երբ այլևս իրական չի, դա ուղիղ կործանումն է թե պետականության, թե ժողովրդի։ Ու հենց դրա համար եմ ասում, ժամանակն է համախմբվելու վերածննդի շարժման շուրջ։ Ոչ մեկը հիմնավոր պատճառ չունի Լույսի բանակին չվստահելու։ Ձեր թվացյալ հիմքերը հիմք չունեն։ Բա ինչ եք ուզում Լույսի բանակի պես կազմակերպությանը պոզուպոչ չկպցնեն։ Այդ դեպքում մենք պետք է իրանցից մեկը լինենք, որ անուն չկպցնեին։ Բայց մենք ստեղ ենք, որ վերից վար սրանց բոլորի կեղծ դիմակները պոկենք վերներից, բա պետք է անուն կպցնեն, բա ինչ պետք է անեն։ Նենց որ նորից եմ կրկնում, միայն Լույսի բանակ ու առաջ Աստված։ Մենակ դեպի վերածննդի շարժում։ Ինչի հենց վերածննդի, բա ուրիշ կամ ինչի կասեք։ Նրանց, ովքեր ջանասիրաբար պատրաստվում են արդեն իսկ Նիկոլի հաղթանակը ապահովված ընտրությունների, թե ԱԺԲ-ի ռեմեյք կլոր սեղանների, թե այդ բոլորի միասին վերցրած միտինգների, անկապ անիմաստ հանրահավաքների, դուք ասեք, ուր եթե ոչ դեպի վերածննդի շարժում, որովհետև վերածննդի շարժումը պարզապես ու միմիայն քաղաքական պայքար չի, այո ձգտում է դեպի աթոռ, այո սա ձգտում է դեպի իշխանություն, բայց հիմնական պատճառը դա չի։ Մեր նպատակը Հայաստանին տիրելը չի, տենց ոնց հիմնականում պատկերացումներում ձևավորված է, որ եկել են, տիրել են ու չգիտեմ ինչ։ Մեր նպատակն է Հայաստանը լուսավորել, երաշխավորել ու ապահովել յուրաքանչյուր իրական հայի բարեկեցիկ կյանքը։ Իսկ դա հնարավոր է միմիայն իշխանություն ունենալու դեպքում։ Ու այո, սա պայքար է մեր ինքնության, մեր անվտանգության ու մեր ապագայի համար, որը այո, նաև քաղաքական է, մեծամասամբ կարա քաղաքական լինի, թող հիմնական քաղաքական լինի, որովհետև այլ տարբերակ չկա, ու մեզ չեն կանգնացնելու ոչ կեղծ փաստաթղթերը, ոչ կեղծ թվերը, ոչ որևէ մեկի կեղծ խոստումները, ոչ ԱԺԲ-յան նման խառնակիչները, որ տապել են ազգայնական դաշտում, ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ մեկ։ Մեր հետ Աստված է ու մեր պապերի գենը։ Հայր ջան, եթե մենք միասին չկանգնենք, վաղը մեր երկրի ճակատագիրը կվերահսկվի նման կեղծված մեխանիզմներով, որը հաստատ ձեզանից ոչ մեկի շահերից չի բխում։ Իսկ եթե միասին կանգնենք, ոչ մի կեղծված իրականություն չի կարա հաղթի հայերի իրական ուժին։ Այս ուղերձս թող ծառայի ձեզ եւս մի առիթ խորը մտածելու, ամեն ինչ խելամիտ կշռադատելու ու գիտակցված որոշում կայացնելու համար։ Մնացածը ձեր որոշելունն է։ Արդյունքները ձեր որոշումներից են։ Ձեր որոշումների պատասխանատուն էլ դուք եք։ Ուզում եք անվտանգություն, ապահովություն ու բարեկեցություն, խնդրեմ Լույսի բանակը, ես, ձեզ ծառա, չեք ուզում, խնդրեմ մնացեք անորոշ քաղաքական օրակարգերով թելադրված իրականության մեջ ու գնացեք ընտրությունների, նորից ընտրեք նրանց, ովքեր խորապես թքած ունեն իմ ու ձեր բոլորի վրա, ու նորից փուչ հույսեր կապեք նրանց հետ, ու տենց ապրեք, թե բա մի օր ասենք լավ կլինի։ Ու հələ այդ մի օրում մենք պետք է մնացածել լինենք, էլի։ Մտածեք, որոշեք ու հիշեք, որ ձեր որոշման պատասխանատուն դուք եք։ Ձեր որոշումից կախված է ոչ միայն ձեր, այլ նաև ձեր հարազատների, ձեր շրջապատի ու առհասարակ համայն հայության, Հայաստանի Հանրապետության, մեծ հայքի, մեր պատմության, ներկայի ու ապագայի ճակատագիրը։ Լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Get fine,